Բարև ձեզ, Ազատություն TV եթերում շարունակվում են Facebook-յան ասուլիսները, այսօր մեր հյուրն է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, բարև ձեզ պարոն Հովհաննիսյան։ Բարի օր, ինչպես եք, լավ եք այսօր։ Շնորհակալ ենք։ Պարոն Հովհաննիսյան, 35-ից 40 հարց մոտավորապես արդեն կա Facebook-ում։ Կարճ պատասխան եմ ուրեմն։ Այնպես որ ակնկալում ենք կարճ պատասխան։ Կփորձեմ։ Ամենաառաջին հարցից Արտաշես Մադոյանը գրում է. Պարոն Հովհաննիսյան, հնարավոր է ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում ձևավորվի նոր իշխող կոալիցիա եւ դուք միանաք այդ կոալիցիային։ Ոչ միայն հնարավոր է, այլ հրամայական է, որ ազգային ժողովը ունենա նոր մեծամասնություն, ապա եւ մեր երկիրը ունենա նոր կառավարություն իր վարչապետով հանդերձ եւ եթե լինեն ազատ, արդար, թափանցիկ եւ առաջի անգամ 91 թվականից այս կողմ սահմանադրական ընտրություններ, ժառանգությունը մաս կգազմի այդ մեծամասնության։ Շնորհակալ եմ, հաջորդը Տաթևիկ Կահամելյան գրում է, ինչով կբացատրեք այն հանգամանքը, որ միակ կուսակցության նախընտրական ցուցակը, որի շուրջ գաղափարական ուղղվածության բուռն քննարկում ծավալվեց ԶԼՄ-ներում, դա ժառանգության ցուցակն է։ Որտեղ դա հայկական բարդույթ է, որ թողած ամեն մեկը թողած իր սեփական ցուցակը կենտրոնանում է այդ նոր արարի վրա, այդ ժամանակագից արդիական փոփոխություն բերող ցուցակի վրա, որը հիմնված է ոչ միայն գուսակցականության, այլ քաղաքացիական հասարակության մասնակցության վրա, որտեղ կա տարբեր տեսակետների ազատ մրցակցություն, տարբեր տեսակետների դեր մարդիկ, ովքեր միացել են մի հավատամքի շուրջ, դա Հայաստանում քաղաքացու թագավորությունն է, քաղաքացու իրավունքն է, մեր պետության ինքնիշխանությունը բացարձակ եւ ազգային շահը։ Դրա համար ես կարծում եմ, որ ամեն մեկ ունի իր տեսակետը արտահայտելու իրավունքը, ես հարգում եմ բոլորի տեսակետը եւ հետեւում եմ բոլոր նկատողություններին, քննադատություններին, բայց ես կարծում եմ, որ եթե այս քննադատությունները գալիս են այլ ցուցակներ գրող կուսակցություններից կամ դաշինքից, դա ցույց է տալիս, որ մարդիկ փոխանակ իրենց հետաքիծը, իրենց ցուցակը զննության ենթարկելու նայում են մեր վրա, որ ես ողջունում եմ, որովհետեւ բոլորը իրավունք ունեն եւ անհրաժեշտություն առաջադարի վրա ուշադրություն սևեռելու, նկատողություն անելու, քննելու եւ դվյալ դեպքում բոլորը ճիշտ են, որովհետեւ իրենք առաջադարի վերաբերյալ են նկատողություն անում։ Լավ, պարոն Հովհաննիսյան, ասեմ, որ 2 օր առաջ Facebook-յան ասուլիսների շրջանակներում մեզ հյուրընկալել էր Արան Նորանյանը դաշնակցությունից, ով օգտատերերից մեկի հարցին ի պատասխան ասաց, որ ժառանգությունից մնացել է միայն բրենդը։ Արան շատ շնորհալի երդասարդ պատգամավոր է եւ հույս ունեմ իրեն տեսնելու հաջորդ գումարման ազգային ժողովում։ Շնորհակալ որ ինքը խոստովանում է, որ ժառանգությունը դարբերանշան է, բրենդ է դարձել 5 տարում, ինքը նաեւ ներկայացնելով ավանդական երկարամյա գուսակցության, որպես կոմպլիմենտ եմ դա ընդունում։ Եվ կարծում եմ բրենդից բացի մեզ մոտ կա բովանդակություն, կա փոփոխականություն, կա դինամիկա, նույնը իրեն եմ ախտում։ Շնորհակալ եմ։ Անցանք առաջ Խաչիկ Գևորգյանն է գրում, շատ ջղային եք քարոզարշավի ընթացքում, ձեր խոսքը կարծես արհեստականորեն ջղայնացած լինի։ Ձեր ելույթները դիտելիս բացասական իսկերը շատանում են ներողություն։ Ինչու՞։ Դա մտածված քայլ է, թե այդպես ստացվել է։ Ես ներկայացնում եմ մարդկային երևի բոլոր հույզերը, մեր քարոզարշավը դա անմիջական է, չծրագրավորված շատ անգամ, դարերային, հրաբարակից հրաբարակ, բակ առ բակ, ընտանիքից ընտանիք, եւ այնտեղ կա մարդկային բոլոր հույզերը, կա երջանկություն, ժպիտ, որ ասում են շատ անգամ ժպիտը արևմտյան է, հիմա ջղայնությունը միգուցե արևելյան է, ես չգիտեմ, բայց բոլոր մեր ուղղությունները, մեր բոլոր այսպես գոմնորոշումները կան մեր մոդեցումների մեջ, իմ հայրը մայրը որ Լոս Անջելես հետևում է, մեկ ասում եմ մի քիչ դու էլ պիտի ժպտաս, ինչու այսքան ջղայն, բայց մենք հասկանում ենք, որ այն այլընտրանքը, որ ժառանգություն ներկայացնում է, ինքը բնական մարդկային քաղաքական այլընտրանք է եւ առաջի հերթին կա այնտեղ խստաբանություն, սեփական այլընտրանքի նկատմամբ ժառանգության, այսինքն օրենքը առաջի հերթին մեզ պիտի գիրառվի, հետո մեր բոլոր մրցակիցներին մայիս 7-ին բոլորս կանգնելու ենք օրենքի եւ հայ ժողովրդի հաշվետվության առաջ եւ դրա համար այդ խստաբանությունը գա, դա մեր բրենդը լինելու է, բայց ես խոստանում մեկ նաև ժպտալ, դա իմ սրտի պահանջն է։ Լավ, Նարեկ Մարգարյանն է գրում, ձեր քարոզչության համար հատկացված 6 րոպեից 4-ը հատկացնում եք մի երկի, իսկ մնացած 2-ի ընթացքում բավականին աբստրակտ բաներից եք խոսում, մի թե ավելի կոնկրետ ասելիքներով չէր կարելի լցնել այդ 6 րոպեն։ Շնորհակալություն նկատողության համար, ես կարծում եմ, որ մեր
հրաբարակային քարոզչությունը, դեսահոլովակները, ամեն ինչը շատ համաբարփակ են, նորարար են, միայն հանրահավաքների այսպես դեսագանի ներկայացուցչական այսպես ամփոփում չեն, այն ներկայացնում են ոչ միայն այսպես մեր թեմատիկ երկը, քարոզարշավի հաղթանակին դանող երկը, այլ այնտեղ կար հաշվետվությունը մեր պատգամավորական խմբակցության, որը 7 հոգով սկսել է սարեր շարժել, հիմա պատկերացրեք թե մեծամասնությամբ ինչ է անելու, այնտեղ կան նաև քաղաքացիների տեսակետները ժառանգության գործունեության մասին, վաղը կլինի ապրիլ 24-ի իմ ուղերձը եւ նաեւ եւ հետո մեծամասնական տեխնազուների մեր այլընտրանքները կարծում եմ որ շարժընթաց է եւ միայն երաշտյուն չէ, բայց կոնկրետիկայի տեսակետից կարող ենք ասել որ մենք ասում ենք ոչ ողորմության եւ այո աշխատանքի, այսինքն այնինչ որ հիմա բաժանվում է որպես նյութական արժեքներ, դա 5000 դրամ է, թե ցուցակագրումների միջոցով ինչ որ ակնարկներ են, ճնշումներ են, թե բարեգործության շղարշիդակ ինչ որ այլ բաների բաժանում, եթե հայ մարդ Հայաստանի քաղաքացին ինքը հաղթարի այդ քայթակղությունը, այդ նամյոկը, այդ ակնարկը, այդ ճնշումը, երբ ժառանգությունը եւ եթե ժառանգությունը իր գործընկերների հետ կազմի մեծամասնություն, այդ 5000 դրամը արդեն որպես ամփոփչացված բյուջե, արդեն որպես ջարբահանված բյուջե, պիտի դասնապատիկ վերադառնա շունչ արշունչ Հայաստանի քաղաքացուն։ Մենք պիտի մտցնենք պրոգրեսիվ հարգադեսակներ, պիտի մտցնենք բյուջե այդ բոլոր ցախ, լևի, left այսպես մուտքերը որ չեն մտնում, պիտի մուտք դառնան դրանք, պիտի աշխատավարձերը, գենսաթոշակները եւ նաեւ ներդրումները արտաքին աշխարհից սպյուրքից ավելանան եւ սա գախարտություն չէ, սա ռոմանտիկա կամ абստրակտ չէ, սա լավ արդյունավետ նորմալ կառավարման արդյունք է լինելու եւ դրանից հետո կտեսնենք, որ նաեւ սղաճը ինքը կսահմանափակվի գները կմնան հսկողության դակ եւ դրանից հետո աշխատավարձ կենսաթոշակ եւ ով տնտեսագետը կիմանա որ դրանից արդեն կփոխի Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը եւ այդ 5000-ը որ հիմա չենք տալիս կվերադառնա որպես 50000 մեր մեծամասնության դեպքում։ Լավ, շնորհակալ եմ։ Դա կոնկրետ էր թե չէ։ Կոնկրետ է։ Դավիթ Ղազարյանն է գրում, պարոն Հովհաննիսյան, ենթադրենք, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին զբաղեցնում են ազգային ժողովի տեղերի 70%-ը, մնացած 30%-ը բաժին է հասնում ժառանգությանը, ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը, որոնք են ձեր հաջորդ քայլերը, արդյոք աշխատեք այդպիսի խորհուրդ անում, թե փողոց դուրս կգաք։ Ես այլունահեղության կողմնակից չեմ, բայց ախր պարզ երևում է, որ ժողովուրդը հուսահատ է լինում։ Ունեք արդյոք պլան։ Չեք կարծում, որ ընտրություններով Հայաստանում ոչ մի բան էլ չի կարելի փոխել։ Ես բացառում եմ այդ ենթադրությունը, առաջինը։ Երկրորդը, կյանքը, ինչպես նաև քաղաքականությունը, դա անհավասար է, անգադար մի իրականություն է, կամ կարող ենք դանը նստել, բողոքել, ասել, մինչև երբ յոլա պիտի տանենք, մեր վերջը ինչ է լինելու, բայց երբեք կյանքը եւ քաղաքականությունը գադարյալ չեն լինում, կամ մենք մտնում ենք պայքարի մեջ եւ հնարավոր բոլոր եղանակներով ընտրություններից մինչև հրաբարակ, ինչպես որ ժառանգության դարբերանշանն է, դեսակն է մենք կհետապնդենք, կամ էլ ամեն մեկը կշարունակի իր ճակատագրաբաշտ մոտեցմամբ եւ գասի որ մենք չենք կարող փոխել։ Իհարկե, մենք մեր երկրի մեջ ենք, մենք մեր երկիրը պիտի փոխենք։ Ուրիշը չի փոխելու, ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ մեկը։ Եվ դրա համար ես ասում եմ, որ ժառանգությունը պայքարի մեջ է, եթե 1991 թվականից այս կողմ առաջի անգամ լինում են ազատ արդար հայավայա սահմանադրական ընտրություններ, մենք կշնորհավորենք եւ կընդունենք շնորհավորանքները, իսկ եթե ոչ, մենք բոլորս կգտնվենք ողբերգական հանգրվանի նախաշեմին, երբ բոլորս պիտի դիտարկենք չգայացած հերթական ընտրությունը եւ արդահերթ իրավիճակը ժառանգությունը, եթե գեղձվեն ընտրությունները մայիսի 7-ին ինքը կլինի հրաբարակում։ Ինչու չկայացած հերթական ընտրությունը, մինչև այս բոլոր ընտրությունները չկայացած այն ձեզ։ Այո, ես կարծում եմ, որ 91 թվականից հետո մենք ունեցած ենք միայն դե ֆակտո, այսինքն փաստացի իշխանություններ, բայց ոչ երբեք դե յուրե իրավացի իշխանություններ, այսինքն իշխանափոխություն երբևէ տեղի չի ունեցել ընտրությունների միջոցով։ Մենք պիտի այդ գաղաբարը, այդ դիկտատը, այդ հետ խորհրդային ուղղահայացը փոխենք եւ փոխենք հնարավոր բոլոր եղանակներով առանց մեկը մյուսին հավատաքննիչ լինելու քաղաքական, քաղաքացիական, զուգահեռ հետո խաչմերուկի եկող
հզոր հոսանքներով մենք պիտի փոխենք մեր երկիրը եւ ուրիշից պիտի դա չսպասենք կամ մենք անում ենք կամ արդակախտը կշարունակվի։ Ես ասում եմ, որ 5 տարի անց, եթե արդակախտի, ներքախտի հաշվեկշիռը չփոխվեց, մենք մեծ վերադարձի թեկուզ շրջադարձը չմեկնարկեցինք 5 տարի անց, ուրեմն թե ես որպես Հայաստանի քաղաքացին, թե ժառանգությունը ինքը դաբալված է մեր ողջ երկրի հետ մեկտեղ։ Մենք պիտի 5 տարվա մեջ այսօրվանից սկսված փոխենք։ Լավ, շնորհակալ եմ Տիգրան Արզումանյանը գրում է, ինչով էր պայմանավորված Արզումանյանի ներգրավումը կուսակցության մեջ, անձամբ ես խորհրդի հաստատություն ապրեցի։ Ես շնորհակալություն եմ հայտնում այդ ամբողջանվեր ուշադրության, որը ուղղվել է մեր ցուցակին։ Մեր ցուցակը բաղկացած է ժառանգության, ազատ դեմոկրատների եւ քաղաքացիական հասարակության ամենադարբեր ներկայացուցիչներից, ամեն մեկս ունի իր հետաքրքիր, իր գենսակրությունը, իր անհատականությունը, իր սխալները եւ մենք ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում pedagogan մտածողություն, քաղաքացիական Հայաստանի ստեղծման հանձնարարություն։ Ալեքսանդր Արզումանյանը եւ ես միասին 20 տարի եւ 1 ամիս առաջ Մագի շենքի առջև բարձրացինք Հայաստանի pedagogan դրոշը։ Կարող է մենք ունեցել ենք նաեւ մեր դարբեր շեշտադրումների մոդեցումները այս կամ այն հարցում, բայց ներկայությամբ մենք միասին ենք եկել մեր մյուս գործընկերների հետ ցույց տալու համար, որ գա առաջ նայելու, ուժեղանալու, սեփական հետաքրքիրը հաղթահարելու ուժ եւ գամք եւ գորով ներելու եւ ներվելու հատկանիշ եւ մենք հիմա միասին ենք բոլորի հետ մեկտեղ, որտեղ մենք այդ երամիասնություն ասվածը ընդունում ենք հետեւյալ եւ ես գիտեմ որ գրգնվում եմ, բայց բոլոր դեպքերում չգա ազգային շահ առանց մեր պետության ինքնիշխանության եւ չգա այդ ինքնիշխանությունը եւ շահը միասին առանց քաղաքացու ազատության եւ իրավունքի։ Դրանք միևնույն արժեքն են եւ մենք միահամուռ թիմ ենք եւ ցույց ենք տալիս, թե ինչպես կարող ենք միևնույն հավաքականում թիմում ունենալ միգուցե շեշտադրումների դարբեր տեսակետներ, ազատ քաղաքապարների այլընտրանքների մրցակցություն եւ միևնույն ժամանակ արժեքների անգաշար նվիրում։ Շնորհակալ եմ Զավեն Տատինցյան գրում է պարոն Հովհաննիսյան, Ժառանգություն կուսակցությունը մինչ այս ընտրությունը չի կարողացել արդյունավետ պայքարել ընտրակեղծիքի դեմ։ Ինչպես եք պայքարելու այս անգամ արդյոք սպասվում են միտինգներ եւ ընտրությունները ախտեր չլինեն, եթե այո, ապա ինչպես եք պատկերացնում։ 5 տարի առաջ մեր առաջի փորձն էր եւ բարձր այն ժամանակ նախագահական դիկտատով մեր գրասենյակը մինուժար մեր գրասենյակը փակվեց առանց դատական որևէ որոշման։ Մենք մի քանի տարի այսպես նախամատույց access չունեինք, доступ չունեինք եթերին եւ շատերը չգիտեն անգամ որ մենք կայինք։ Մենք հավատացած ենք, որ իրական արդյունքները 5 տարի առաջ այն են, որ մենք հաղթեցինք Երևանում եւ առաջադարներից մեկն ենք Հայաստանում, մենք իհարկե անփորձ ենք եւ չկարողացանք մինչեւ հաջորդ արշալույսը բահել քվեն։ Այս անգամ արդեն փորձառու ենք եւ այս անգամ ասում ենք, որ մենք ներկա ենք լինելու 1930 քանի բոլոր ընդրադեղամասերում եւ մենք մեր ինքնիշխան եւ ամբողջական գնահատականը պիտի տանք նախընտրական եւ ընտրական գործընթացներին եւ եթե նրանք համապատասխանեն, մենք խնդիր եւ բարդույթ չունենք ասելու համար, որ առաջի անգամ ստացվեց 20 տարվա ընթացքում, շնորհավորում ենք եւ ընդունում ենք շնորհավորանք, իսկ եթե չստացվեց, մեզ կգտնեք ամենադարբեր հրաբարակներում։ Լավ, Կարեն Ավագյանն է գրում, պարոն Հովհաննիսյան, դուք հանեցիք ձեր տեխնատվությունը 7-րդ ընտրատարածքից, սակայն Նիկոլ Փաշինյանի օգտին ոչ մի կոչ չեք արել ժառանգության համախոհներին։ Խնդրում եմ մեկնաբանեք։ Ցանկացողի համար մեկնաբանությունը շատ բարձ է, ով ուզում է նաև իր սեփական նախընտրության կամ հատվածաբաշխությունից դուրս գալ, ժառանգությունն է, որը բոլորի հետ պատասխանատվություն գրելով այս վիճակի համար, միգուցե 1-2 օր ուշացում, բայց բոլոր դեպքերում իմ օրինակով, իմ անձնական օրինակով, թե ավակի դիրքորոշմամբ ինքնապացարկ հայտարարեց այդ ընտրատարածքից, բայց դրա զուգահեռ ասաց, որ մենք եթե խոսում ենք միացյալ հասարակության, միացյալ ընդդիմադիր դաշտի մասին, մենք պիտի կարողանանք դա ոչ միայն խմբակրականներով, ցեղարցակումներով, չգիտեմ,
կոչ քարոզներով անել, այլ ըստ էության։ Դրա համար ժառանգությունը ասաց, որ ՀԱԳ-ը ունի բազմաթիվ տեխնազուներ, շատ լավ, շատ կարևոր արժեք է, 41-ից 21-ը թող ՀԱԳ-ը վերցնի, ժառանգությունը 6-7-ը, դաշնակցությունը 7-8-ը, մնացածը քաղաքացիական հասարակության այլընտրանքային տեխնազուներ։ Ես կներում որ բանական էր։ Եթե բանական չէր, կարող էր ՀԱԳ-ը առաջարկ դնել, մենք էլ դիտարկենք, բայց ներկա դրությամբ մենք ունենք ինչ ունենք, չեղավ այդ փոխպայմանավորվածությունը եւ դրա համար ժառանգությունը բանաձևեց իր մոդեցումը առ այն, որ ժառանգությունը զորակցում է մեծամասնական ընդրադարձներում ընդդիմադիր բոլոր տեխնազուներին։ Հիմա 7-րդում, եթե գասկած գա թե ով է ընդդիմադիր տեխնազուն, կարելի է մանրամասնել։ Լավ, շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, գրում է Իրինա Ամիրյանը։ Ձեզ դուր է գալիս ձեր դաշինքի համամասնական ցուցակը, կրկին ցուցակն է։ Ցուցակի անցողիկ տեղերից կարելի ասել դուրս են մղված ժառանգության ներկայիս գրեթե բոլոր ակտիվ եւ եռանդուն падգամավորները, բացի Զարուհի Փոստանջյանից։ Հիմա դուք կասեք, ով է կանխորոշել անցողիկ շեմը, չարժե կանխատեսումներ անել եւ այլն, բայց դա կլինի խուսափել պատասխանից։ Ինչու այդպես վարվեցիք ձեր падգամավորների հետ։ Միթե այդպես եք գնահատում աշխատանքը։ Իրինան է։ Իրինա Ամիրյան։ Իրինա, դուք կտեսնեք մեր պատգամավորներին, բոլոր գործող պատգամավորներին մի ամիս անց կամ օրենսդիր կամ գործադիր ծառայության մեջ եւ մենք ցույց ենք տալիս, որ այնքան ինքնավստահություն ունենք, որ ժառանգությունը ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ այս անգամ նոր առաջարկ է մատուցում մեր հասարակության, որը վերգուսակցական է, որը գուսակցականացված չէ, որը մերժում է կեղծ հատվածաբաշխությունը եւ ասում է, որ մենք միասին ենք գալիս ժառանգություն, ազատ դեմոկրատներ եւ քաղաքացիական հասարակություն։ Նրանք, ովքեր սրդացավ հետևել են ժառանգության պատգամավորների արժանապատիվ ծառայությունը, ամենօրյա նվիրումը մեր քաղաքացիներին, մեր երկրին եւ pedagogian, ես երախտագետ եմ այդ գնահատականի համար, դա դեռ քիչ ենք ասում եւ չմտածեք, որտեվ հաստատ դուք կտեսնեք միևնույն պատգամավորներին եւ շատ ու շատ ավելին, թե օրենսդիր, թե գործադիր ծառայության մեջ։ Կրկին նույն օգտատերը նորից հարցում նախընտրական հիմնադրամի մեծությամբ ժառանգությունը զիջում է միայն հանրապետական կուսակցությանը 72 միլիոն 797 հազար 400 դրամ եք մուտքագրել, ինչը մոտ 20 միլիոնով ավելի է Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի մուտքագրած գումարից 54 միլիոն դրամից, որոնք են ձեր նախընտրական դաշինքի եկամուտների աղբյուրները։ Ինչպես եք վերաբերում այն կարծիքին, թե իշխող հանրապետականի հետ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում են այդ գումարները ձեռք բերվել։ Շնորհակալություն հարցի համար, սա նորից հայաստանյան քաղաքականամերձ լրագրողական մակարդակի արտացոլանք հանդիսացող հարցադրում է, որը հիմնված է ոչ ճշգրիտ, ոչ ճշմարիտ տեղեկատվության վրա։ Ժառանգությունը ի տարբերություն միգուցե որոշ այլ ուժերի, ես որևէ մեկի դատավորը չեմ, ներկայացնում է իր բոլոր ծախսերը եւ ինքը լինելու այն ուժերից մեկը, որը հարգելու է մեր օրենքը, այսինքն ինքը 100 միլիոն դրամանոց առաստաղը հարգելու է։ Հույս ունեմ, որ բոլորը նույնպես կկարողանան նույն բանը հավաստել ուղիղ եթերով։ Ես կարծում եմ, որ պետք է փոխվի օրենքը, որովհետև դա իրատեսական չէ, բայց թե ինչու ուրիշները ավելի ցածր են, թող ուրիշները պատասխանեն։ Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ ստվերայնություն չկա, մեզ մոտ ինչ ծախսում ենք տեսահոլովակների, քարոզչության, այսպես ցուցադախտակների, ցուցափեղկերի համար մենք դնում ենք եւ ներկայացնում ենք որպես բաց եւ ամբողջ հաշվետվություն մեր ժողովրդին։ Ես որ գնում եմ այսպես մարզից մարզ եւ շրջանից շրջան, գյուղից գյուղ, տեսնում եմ այդտեղ մայրուղիների, խճուղիների վրա թե ով քանի հատ այսպես ցուցադախտակ ունի եւ նրանք ովքեր մեզնից 10-նաբադիկ ավելի ունեն, քոնե այս հաշվետվության մեջ շատ ավելի ցածր են։ Դրա համար ես կարծում եմ, որ ասում եմ, որ ստվերայնությունը պիտի հանվի մեր իշխանականությունից, մեր pedagogan բյուջեից, մեր ամբողջ հասարակական դրվածքից, դա վերաբերում է նաև այս ցուցակին։ Ես հույս ունեմ, որ բոլոր մրցակից ուժերը նույնքան հաշվետու, թափանցիկ եւ հրաբարական գնան, ինչպես որ մենք։ Իսկ մեր դեպքում մենք մերժում ենք ցանկացած ստվերայնություն, չկա հանդիպում այս կամ այն նախագահի, այս կամ այն, չգիտեմ, ուժի հետ, մենք ունենք նոր Հայաստան բերելու հավատամք եւ դա մենք միասին բերելու ենք։ Մենք հարկում ենք մեր բոլոր նախագահություններին, լինելով իրենց քննադատը, իրենց ընդդիմությունը, ամեն մեկը իր նվաճումը, իր ներդրումը եւ իր սխալը ունեցել է, բայց մենք ասում ենք, որ Հայաստանը
իր ընտրությունը կատարելու է այս տարվա ընթացքում եւ մենք ուզում ենք, որ այդ այլընտրանքը, այդ նորի այլընտրանքը լինի դեպի աբակա նայող հաշվետու օրինական եւ ոչ երբեք անցյալից փոխող։ Լավ, այստեղ հարց կա կրկին, որը վերաբերում է ՀՀԿ-ին, պարոն Հովհաննիսյան, լուրեր են բծվում, որ Հրազդանում ձեր հանձնաժողովի տեղերը տվել եք Հանրապետական կուսակցությանը, պատճառաբանելով, որ բավարար քանակությամբ մարդ չունեք։ Արդյոք դա ճիշտ է։ Դա ճիշտ չէ, դա սխալ է։ Թեև մեզ մոտ եղել է սխալ եւ այդ սխալը ես ձեզ հետ կգիսեմ, դա արդեն այսօր ասուլիսի մասին ասացի, որ համագարկչային վրիվագի պատճառով մի քանի դասնյակ ընտրահանձնաժողովների մեր ներկայացուցիչները ժամանակին չներկայացվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ այդ պատասխանատվությունը թեև տեխնիկական էր, համագարկչային էր, ես վերցնում եմ իմ վրա եւ ըստ օրենքի մենք բոլորս գիտենք, որ այդ դեպքում ուրեմն դվյալ ընտրահանձնաժողովը ինքը որոշում է, թե այդտեղը ինչպես է լրացվելու։ Եթե սա ուղղման ենթակա է, դա մենք կանենք օրենքների սահմաններում, իսկ եթե դա հնարավոր չէ, մենք հadoop ուժեղացված լիազորված վստահված անձանց միջոցով կապահովենք մեր ներկայությունը բոլոր ընտրադեղամասերում եւ երբ մենք սխալվենք, մենք մեր ժողովրդին կասենք, որ սխալվել ենք եւ երբեք քավության նոխազ մենք չենք փնտրել ուրիշների մոտ, ուրիշների ստվերային պայմանավորվածությունների մոտ, հայ մարդը, հայ ժողովրդի տեխնազուն, անդրյալը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ ոչ թե ասեգոսների, խմբակրականների իրենց սպասարկող լրատվամիջոցների միջոցով փորձի ուրիշների մոտ ինչ որ քավության նոխազներ փնտրել սեփական անկարողությունը արդարացնելու համար։ Այս ձևը, այս բարդույթը մենք միասին պիտի հաղթահարենք։ Շնորհակալ եմ, նույն օգտատերը գրում է նաև, որ այսպիսի բան ձեր միասնական շտաբից դուրս գալն այն պատճառով էր, որ առաջին դեմքերին չստորագրեցին, թե որ այն ծառայում է Ռոբերտ Քոչարյանին։ Նախ ցավում է, որ միասյալ շտաբ դակավին չկա։ Ես շատ կուզենայի, որ լինեին 9 ցուցակների առաջադար տեխնազուների համատեղ ստորագրություն, սահմանադրական մեր բոլոր չափանիշների վրա, որտեղ գործող փաստաթուղթը, ինչպես ասվել է, դա սահմանադրությունն է եւ մեր օրենսդրությունն է, եթե օժանդակ, այսպես քաղաքական հուշագրեր, քաղաքական կառույցներ կան, ժառանգությունը դուք լավ գիտեք մեր հետաքրքրից միշտ կոմ եղել համատեղ աշխատանքի եւ դրա համար ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ այս տարի մենք փորձեցինք նաեւ մաս կազմել առավել լայն հասարակական քաղաքական մի ձևաչափի, որը թույլ կտար համատեղ մշտադիտարկման ենթարկել մեր ընտրությունները։ Ցավոք սրտի մեր ակնկալիքները մինչև հիմա չեն ամփոփչացել, որտեղ մենք տեսել ենք հետևելով լրատվամիջոցներին եւ շատ հարկարժան տեխնազուների արտահայտություններին կա մեզ մոտ կա մեծ անջրպետ անձնական գարձիկի եւ պաշտոնական գարձիկի միջեւ։ Հիմա ժառանգություն ով բայց ժառանգությունը կողմնագից է անհատական տեսակետների ազատ արտահայտման, դա ժառանգության տեսակն է, բայց մենք այնպիսի պատասխանատու շրջանում ենք գտնվում հիմա, որ դարընթերցման որևէ հիմք, պատճառ, բادرվակ մենք պետք չունենք տալու։ Մենք պետք է իմանանք նախ եւ առաջ այդ պատասխանատվությունը սահմանադրական նորմա ապահովելու համար գրում է ցուցակի ամբողջությունը եւ իր առաջի համարը 1 եւ երկրորդ արդյոք անհատական գարձիկ է օրինակի համար թե այսօր կոալիցիոն հուշակիրը անցած դարվա, որի նկատմամբ ես հացաթուլ հայտարարեցի, ինքը մինչև հիմա գործում է թե չի գործում։ Արդյոք իմ գարձիկով այդ հագասահմանադրական հուշակիրը ինքը ուժի մեջ է, որը գնում է մինչև 2013 թվական նախագահի ընտրություններ, որի դրույթներից մեկը այն է, որ այսօրվա համամասնությունը մի պահպանվի ազգային ժողովում, դա դիկտատով արդեն նախապես որոշված, ժողովրդի փողով շամպանսկայ խմելով նախագահական նստավայրում, թե դա վերջացել է, այնտեղ մի գուսակցություն ասել, որ վերջացել է, իսկ կուսակցապետը իմ կողմից հարկված ասում է, որ գործում է կոալիցիան եւ դա անձնական տեսակետ է։ Ուրեմն սա բարախախ չէ, սա ժողովրդի արժեվ եւ սահմանադրության տակ պատասխանատվություն վերցնելու խնդիր է, իսկ երկրորդը ըստ էության։ Եթե մենք, ինչպես նաեւ բարոն Հարությունյանի առաջարկն է հայցում մեր համաձայնությունը, գրվում է այնտեղ որ դեպքում մենք պիտի շնորհավորենք իրար մայիս 6-ին թե 7-ին, մենք նաև պիտի գրենք սևը սպիտակի վրա, թե որ դեպքում է, որ
չեն կայացել ընտրությունները եւ որ դեպքում պիտի իրար չշնորհավորենք եւ պիտի հայտարարենք արդագարգ իրավիճակի մասին եւ այստեղ կարեւոր է բացել փակակցերը եւ սահմանադրության չափանիշներին տալ կոնկրետ գիրառական սահմանում, այսինքն ինչ է նշանակում ընդրագաշարք, հատվածաբաշտ բարեսիրություն, ցուցակագրումներ եւ ի վերջո հանրային ռեսուրսների, հանրային բաշարների չարաշահում մասնավոր հատվածական նպատակների համար դրանք լինեն բյուջետային հատկացումներ այս կամ այն հիմնադրամի, որը հետո ծառայում է գուսակցական նպատակի, կամ ինչպես հիմա տեսել ենք մենք քարոզարշավի ընթացքում, դպրոցների, համալսարանների, պետական շենքերի չարաշահում այս կամ այն գուսակցության եւ դվյալ դեպքում հանրապետական իշխող գուսակցության ցուցանակները, շտաբները եւ զինանշանները այսպես հրաբարակելու կամ դեղ տալու համար։ Ես կարծում եմ, որ սա անընդունելի է, այս սխալները պետք է ուղղվեն, որտեղ սա պիտի մաս կազմի մեր գնահատականին մայիսի 7-ին, եւ սա նաեւ մաս է կազմում մեր հավատամքին, եւ ես վստահ եմ, որ սա միայն ժառանգության մոտեցումը չէ, սա նաեւ մեր շարքային քաղաքացու եւ մեր հասարակության մեծամասնության հարցն է, որ մեզ մոտ պետական շենքերը, մշակութային բալադը, դպրոցը, հիվանդանոցը, սրանք միմիայն պիտի գրեն միմիայն պետական դրոշը, պետական զինանշանը, որտեղ դա է մեր հավատամքը եւ գուսակցական ամեն ինչը պիտի ստորաթասվի պետականին։ Ներողություն, հանրապետականները նշում են, որ ձեր նշած տարածքներն ընտրությունների ընթացքում օգտագործել, օրինակ իբրև ընտրատեղամաս, դա զուտ կադաստրային տարածքի առումով որևէ օրենքի խախտում չէ։ Ես ընտրատեղամաս չասացի։ Նաեւ։ Ես ընտրատեղամաս չասացի։ Ես ասացի շտաբ, նախընտրական լոզունգներ, գրասենյակներ, զինանշաններ եւ այլն, կամ մենք պիտի որոշենք մեր սահմանադրության ներքո հանրային սեփականություն հանդիսացող շենքը ինքը պետական սեփականությունը եւ որևէ գա պիտի չունենա գուսակցականության հետ, կամ ինքը պիտի մատչելի լինի բոլոր գուսակցությունների։ Մեկը կամ մյուսը միասին որոշենք։ Շնորհակալ եմ, Հայկ Սանոյանն է գրում, մենք ունենք 3 րոպե։ Ինչի հետ է կապում վերջերս մամուլում եւ այլ աղբյուրներում ձեր անձը Արտաշես Գեղամյանի հետ կապելու մի քանի փորձերը։ Տեղյակ չեմ, դուք պիտի հարցնեք այդ խմբակրաբեդերին, այդ մարդկանց, ովքեր միգուցե ուզեցել են մաս կազմել ազգային ժողովրդավարական նոր Հայաստանի ստեղծման, հայտարարել են իրենց ակտիվ քաղաքական մասնակցության մասին, բայց հետո ինչ որ բան չի հերիքել։ Ամեն մեկ ունի տեսակետի իրավունքը եւ ես սկզբանե ասել եմ քարոզարշավի մեր մեկնարկին, որ լինելու են այս տեսակի ծաղրական, արհամարհական մոտեցումներ, բիդագավորումներ, ես ներում եմ բոլորին եւ եթե ես որևէ բան ասում եմ էթիկայի սահմաններից դուրս, ես նույնպես ներողամտություն եմ հայցում եւ ամեն մեկը ազատ է ինչ ուզում է ասել իմ արոգանության, իմ արևմտահայերենի մասին, այսօր ասուլիսի մասին ասացի, որ այդ գրաբար հանգույն բառը, հանգույնը ես սովորել եմ Երևանում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում, լիքը բանը ես սովորել եմ այս վերջի 22 տարիների ընթացքում հենց Երևանում եւ ես երախտագետ եմ դրա համար եւ ես ոչ մեկին չեմ ծաղրում, ոչ նախքին, ոչ ներկա անդիմադրին, իշխանավորին, բարին եմ մաղթում եւ եթե մարդը իր կյանքի իմաստը ուզում է տեսնել ինձ մեկնաբանելով, ծաղրելով, այս կամ այն ինչ որ բիդակը գծնելով ամենայն բարիք։ Այդպիսի բաներ լսել եք, երբ ձեզ մեկնաբանում ու ծաղրում են։ Ես ընթերցում եմ, հետևում եմ, նույն այս հարցադրումը նաև բարի նպատակ չի հետապնդում, բայց սա մարդու տեսակի խնդիրն է։ Հիմա մարդ կա, որ իր գայքի, իր խմբակրականից, իր առաջնորդողի հետևը թաքնվում է, անունն է փոխում, գեղձանունն է օգտագործում կամ մեկ ուրիշ բան է անում, չունի այդ ոգին, դուխ չասելու համար, այդ ոգին դեմ առ դեմ ինչ-որ քննադատելու, ամեն մեկը, օրինակ համար, երբ որ ինձ այս 25 տարիներ, 23 տարիների ընթացքում, երբ որ ըստ էության, թե Հայաստանի ժողովրդավարության խնդիրների մասին, թե ազգային հարցերում մարդը այսպես բանականորեն ինձ հետ բանավիճելու հիմք չի ունեցել, ինքը միշտ էլ հիշեցնում է, որ ես այո ուրիշ երկրի ծնունդ եմ եկել, մի քիչ ուրիշ ձևով խոսում եմ հայերեն, ուզում ասել, որ այդ բիդագավորումը ցույց է տալիս, որ փաստարկը բացակայում է։ Շնորհակալ եմ, Պավետիկ Ջանջապանյանը գրում է երկրի արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում են առանց ընդհանուր շաբլոն ֆրազաների, ինչպես է կպատկերացնում տնտեսության վերականգնումը։
Առանց շաբլոն ընդհանրական բարեր դուք կարող եք այցելել www.getheritage.am մեր գակ եւ այնտեղ կա մեր ամբողջական նախընտրական ծրագիրը, որ առանց որևէ շաբլոնի գա բացված տնտեսական արդյունաբերության, լավ կառավարման, գյուղատնտեսության բոլոր ոլորտների մեր հանձնարարությունը հայ ժողովրդի առջև Այդ կան ասեմ ոչ շաբլոն, որտեղ մնացածը պիտի ես էլի իրավականության, վստահելիության եւ ջարբահանության հետ գաբեի, որտեղ եթե մեր մուտքերը պաշտոնականացնենք, ուղենք բյուջե, այդ բյուջեի մուտքերը նաեւ կարող են ըստ օրենքի արդեն վերաթարցվել որպես աշխատավարձ, արդյունաբերական ներդրումներ եւ այլն եւ այլն։ Ոչ շաբլոնային պատասխանի համար դիմեք մեր գայք։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, մեկ լուր լրատվականից երկու հարց։ Որ ուժերի հետ կարող եք կոալիցիա կազմել ազգային ժողով անցնելու դեպքում։ Ազգային ժողով մենք պիտի անցնենք։ Եվ եթե ազատ արդար ընտրություն է, մենք մաս կգազմենք Հայաստանի ազգային ժողովի նոր մեծամասնության։ Հիմա ես այսպես նվազագույն ակնկալիք ունեմ, որը բանականության եւ քաղաքական հաշվարկով է արտահայտվել, դա 25%-ն է, Անայդ Բախշյանը մի փոքր հուզական մեր այսպես բացման արարողության համար դա բարձրացած մինչև 50%։ Ես կարծում եմ մեր իրական ցուցանիշը այդ դարաբատկերի մեջ է գտնվում եւ ես շատ հստակ ձևով ասել եմ մի շատ բարձ քաղաքական առաջարկ, որը որոշ մարդիկ, ոչ բոլորը, որոշ մարդիկ ըստ իրենց քաղաքական նախընտրությունների խեղաթյուրել են եւ դա այն է, որ եթե լինեն ազատ արդար ընտրություններ, ժառանգությունը գալիս է մասը գազում մեծամասնության եւ կառավարության եւ այդ դեպքում, եթե լինեն ազատ արդար ընտրություններ, մեծամասնությունը եւ փոքրամասնությունը մեր պատմության ընթացքում առաջի անգամ իրենց տեղերը փոխվում են, մեր պետությունը առողջացման ուղին է բռնում եւ այդ դեպքում մենք չենք բացառում համագործակցության եզրեր որևէ այլ ուժի հետ։ Շնորհակալ եմ, կրկին մեկ լուրից հարց կա, պարոն Հովհաննիսյան, մարզերում եղած ժամանակ ինչպես նաեւ մայրաքաղաքում ինչ խախտումներ եք տեսել եւ ինչու չեք դիմել ոստիկանություն, եթե տեսել եք։ Ես արդեն արտահայտվեցի այսօր արդեն իմ տեսած խախտումների մասին, այս խախտումների մասին ես արդեն նաեւ գործող նախագահային ուղված իմ 15 գետանոց նամակում կանխավ դիմեցի, ցավոք այն ժամանակ կար որոշ այսպես արհամարական պատասխան կամ չպատասխան, բայց բոլոր դեպքերում ինձ համար ակնհայտ է, որ մեզ մոտ կոռուպցիա միայն գաշակ դալը ստանալու խնդիր չէ, այլ շահերի փախումը, այդ շահերի փախումը հանրային սեփականության չարաշահումն է, ինչպես ասացինք, բայց նաև այն, որ օրինակի համար մեր գրթահամագարքը, մեր առողջապահությունը գուսակցականացված է, գործող իշխանավորը կապ չունի, գործ պիտի չունենա ինքը մեր պետական համալսարանների հոգապարության խորհուրդների գազմում եւ այլն։ Դրա համար ես սա հրաբարագավ մինչև ընտրությունների սկիզբը բարձրաձայնել եմ, այնինչ որ մենք այսօր գրանցում ենք, մենք իհարկե պիտի դիմենք իրավաբան մարմիններին եւ պիտի զուգահեռ բաժաններ ուղարկենք գործող բոլոր, այդ թվում նաեւ Միացյալ Շտաբին։ Կարեն Թովմասյանն է գրում, պարոն Հովհաննիսյան, դուք ձեր արարքներով հասարակության մի մասի մոտ անլուրջ տպավորություն եք թողել մարտի 1-ից հետո եւ ձեր ներկայությունը ԵԽԽՎ-ում խիստ անհրաժեշտ էր, դուք հայտարարեցիք ԵԽԽՎ-ի նիստերը բոյկոտելու ձեր որոշման մասին, որից հետո երբ Հայաստանի համար այլևս էական չէր ձեր մասնակցությունը, դուք նորից սկսեցիք մասնակցել այդ նիստերին։ Նույն կերպ 2009-ին մի շարք բաներ է այստեղ նշված, հարցը հետեւյալն է. Նույն ձև դուք ամենավճռական պահին անհետանում եք հանկարծակի 2008-ին, երբ Հայաստանում եռում էին հեղափոխական կրքերը, դուք անհետացաք, երբ ձեր կուսակցությունում պառակտում տեղի ունեցավ ու Զոյա Թադևոսյանն ու Մովսես Արիստակեսյանը վիճարկում էին իրենց վարչության կազմից հեռանալու իրավականությունները, երբ բոլորի հայացքը ուղղված էր ձեզ։ Դուք նորից անհետացել եք, ինչպես կմեկնաբանեք ձեր այս քայլերը։ Ես ում հարցնողը արդեն իր ցանկացած հարցը իր պատասխանի մեջ դրել է, բայց դա նաև իր իրավունքն է։ Ոչ մեկը չկա ով սխալական չի, այս յուրաքանչյուրը սխալական ենք։ Եվ ես կարող եմ ասել, որ հանրային գործունեության իմ տարիների ընթացքում ես փորձել եմ մնալ հավատարիմ իմ սկզբունքներին եւ մնալ հրաբարագային։ Դեղ ես իմ փողոքը հայտարարել եմ կոնկրետ քաղաքական քայլերով։ Միգուցե ես առաջի պետական պաշտոնյանն էր, ով սկզբունքի համար հրաժարական տվեց։ Այնքան հեշտ բան չի, այնքան մոդայիկ չէ, բայց բոլոր դեպքերում ես
դիմեցի այդ քայլին, ոչ միայն այն ժամանակ, այլ երկրորդ նախագահի ժամանակ, երբ ես Հայաստան հիմնադրամում կարճատև ծառայություն եմ։ Սկզբունքի համար հերթական անգամ հրաժարական տալը բնավ հաճելի բան չի, բայց ես գերադասում եմ սկզբունքը, ողնաշարը եւ հրաբարակայնությունը, որ ես այս կամ այն խավի մոտ կամ հատկապես այս կամ այն փոքր հատվածի մոտ կարող եմ բացասական լիցքեր փոխանցել, հաղորդել, դա հնարավոր է, միգուցե ճիշտ է նկատողությունը, իմ անլրջությունը ձեր լրջության վնաս չի, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ մենք, ես ինքս որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, որպես ժառանգության հավասար զինվոր միշտ ներկայ ենք եղել եւ չի եղել մի նիստ ԵԽԽՎ-ում որևէ այլ երկրում մի հանրային ելույթ, մի մասնավոր քննարկում օտար դիվանագետների հետ, որտեղ մենք չենք բարձրաձայնել թե հոկտեմբեր 27-ի, թե մարտի 1-ի, թե ժողովրդավարական մարտահրավերների, թե գեղձված ընտրությունների, թե սեփականազրկված հայրենագիցների, թե քաղաքական բանդարգյալների, ինչպես նաև մեր ազգային հարցերի մասին Ջավախքից, Արցախից մինչև ցեղասպանության եւ հայրենազրկման ճանաչում եւ հատուցում։ Դրա համար ես կարծում եմ, որ եւ նաեւ ինչ վերաբերում է այն երկրորդ հարցին, իհարկե ես նաեւ արտահայտվել եմ հրաբարակավ, որ այն ինչ որ տեղի ունեցավ ժառանգությունում, նախ ցույց է տալիս, որ մեզ մոտ կա ժողովրդավարական դրվածք, որ կան դարբեր տեսակետների հանդուրժողականություն, բայց շատ սխալ էր այն ժամանակ, որ նախորդ վարչությունը գնաց այդ վտարումների։ Ես բարձրաձայնեցի դրա մասին մեր համագումարի ժամանակ, այդտեղ պատասխանատվությունը պատկանում էր բոլորիս, ինձ, վտարողներին, վտարվողներին եւ բոլորին, բայց դուք ինձ ցույց տվեք մի այլ գուսակցություն, մի այլ դաշինք, որը այսքան հաշվետու հրաբարակավ դնում է իր հարցերը եւ հաղթահարում է։ Մեզ մոտ եթե եղել է անհանդուրժողականություն, դա սխալ է եղել, դա մենք պիտի հաղթահարենք, իսկ վերջին հաշվով թե ինչու հիմա Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում եւ ոչ ես, մենք ցույց ենք տվել, թե վարչության հերթափոխով ժառանգության, թե ԵԽԽՎ-ի մեր պատվիրակի հերթափոխով, որ մեզ մոտ չկա անհատի պաշտամունք, այո, ես կամ որպես հիմնադիր, բայց մենք ցույց ենք տվել, թե ինչպես պետք է լինի պետության մանրագերտը, որտեղ շատ բնականon ձևով ղեկավարումը, ներկայացուցչական աշխատանքը գնում է ավակից դեպի երդասարտը եւ ես շատ հպարտ եմ մեր բոլոր պատգամավորների պահվածքով, վարչության պահվածքով եւ ես կարծում եմ, որ այստեղ ոչ թե փախուստ է, այլ այստեղ պետական մանրագերտի նորարար առաջարկ է մեր հասարակության համար, իհարկե, եթե մարդը ուզում է դուրս գալ սեփական հատվածաբաշխությունից եւ հասկանա թե ինչ է նշանակում ժառանգության նոր առաջարկը։ Լավ, շնորհակալ եմ Լևոն Ասատրյանն է գրում, պարոն Հովհաննիսյան, միասնական շտաբի հարցում դուք ներկայացրեցիք մի պահանջ, որի մերժումը այնուամենայնիվ ոչ մոլորակի, ոչ էլ դրապստիկ մասնիկ Հայաստանի կործանման չէր հանգեցնելու։ Միթե հնարավոր չէր հանուն գլխավոր նպատակի քիչ թե շատ նորմալ ընտրությունների գնալ փոխզիջման եւ շտաբում աշխատելով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԴ-ի հետ նպաստել հիմնական նպատակի կատարմանը։ Այդ հիմնական նպատակը կատարվելու է, եթե յուրաքանչյուրս հարկի սահմանադրություն եւ իր գործնանի։ Մենք կհամագործակցենք թե 3-ի շտաբի հետ, նրանք ովքեր իրար հետ խնդիրներ ունեցել են անցյալում, թե կապարական, թե այլ տեսակի քաղաքական, դա մենք ողջունում ենք, որ այդ միասնությունը եղել է, գայացել է, դա կարևոր արժեք է, բայց կարևոր որ ինքը լինի գործունակ, որ ինքը գործի, եւ յուրաքանչյուրս մենք պիտի չափվենք մեր գործով եւ խոսքի եւ գործի համապատասխանմամբ։ Եվ այստեղ է իմ կարծիքով, որ ժառանգությունը պիտի շարունակի իր համագործակցությունը, թե այդ 3-ի հետ, թե մնացած բոլոր նախաձեռնությունների հետ, բայց շեշտը դնելով սահմանադրության հիմնական պահանջի վրա։ Մենք բոլորս այդ պահանջը պիտի բավարարենք եւ հույսով եմ, որ դա կանենք միասին։ Լավ, Վարդգես Գասպարին է գրում, պարոն Հովհաննիսյան, արդյոք դուք ներքուստ հավատում եք ձեր լավատեսությանը, չէ որ միայն անցած 4 տարում Հայաստանը լքել է պաշտոնական տվյալներով 120,000 մարդ մի ամբողջ Արցախ։ Դեմոգրաֆիկ իմաստով հրադադարից հետո մենք կորցրել ենք մի քանի Արցախ։ Դուք ինքնախապեյություն չեք համարում այս լավատեսությունը։ Ես այս լավատեսությունը եւ հավատամքը եւ քաղաքացու իրավունքի աբական համարում եմ ոչ թե աբական ներգան
համարում եմ հրամայական, որովհետև եթե այդ հրամայականը չիրացվի, ոչ միայն մեր կյանքի նոր սերունդի տարիների ընթացքում, այլ այս դարվա ընթացքում այդ արտագաղթը պիտի շարունակվի եւ մեր խնդիրն է թե վարկեսի թե իմ սերունդի այդ արտագաղթը իր հաշվեգշրով փոխել, շրջադարձի բերել եւ 5 տարի անց արդեն ունենալ մի այլ հաշվեգշիր, այսինքն մեծ վերադարձի մեկնարկը։ Դրա համար ես հույսով եմ, որ սա բադրանք չէ, բայց այստեղ կա նաև շեմ, այդ շեմը միասին պիտի ապահովենք եւ եթե մենք 5 տարիների ընթացքում ժառանգության մեծամասնության դեպքում այդ հաշվեգշիրը չփոխենք, ես կընդունեմ առաջինը կլինեմ Վարդգեսի առաջ ընդունելու, որ 5 տարի անց որ այո, սա բադրանք էր։ Ես կարծեմ, որ այս դեպքում մենք կարող ենք փոխել, եթե նաև Վարդգեսը ուզենա։ Ռոբերտ Անանյանն է գրում, պարոն Հովհաննիսյան, ազգային ժողովանցնելու դեպքում ժառանգությունը որ դաշինքում եք տեսնում, ՀՀԿ ՕԵԿ ժառանգություն, թե ԲՀԿ ՀՅԴ ժառանգություն ՀԱԿ։ Ազատ արդար ընտրությունների դեպքում ժառանգությունը կազմելու է մեծամասնություն եւ ազատ արդար ընտրությունների դեպքում մենք կհամարենք, որ դաշտը մաքրված է եւ մենք չենք բացառի մեր համագործակցություն ցանկացած փոքրամասնական այլ գուսակցության հետ։ Լավ, դուք այստեղ խոսեցիք շտաբում համագործակցության մասին մյուս ուժերի հետ, բայց դուք լքեցիք շտաբը։ Ինչպես եք այդ համագործակցությունը պատկերացնում։ Ոչ մեկը ոչ միտեղ չլքեց։ Ժողովուրդը լավ գիտի, որ ժառանգությունը միշտ ուզեցել է ոչ միայն համադեղել քաղաքական դաշտը, թե մարտի 1-ի բահով, թե Հայաստան-Թուրքիա հագասահմանադրական հագապետական պրոտոկոլների մերժման, թե Արցախի ճանաչման եւ ամբողջականության հարցում։ Մենք գոմ ենք եղել քաղաքացիական ազգային ամբողջական համագարկի եւ միշտ էլ հրավիրել ենք մեր գործընկերների այս դաշտը ստեղծելու համար։ Այն քայլերը, որ մենք առաջարկել ենք, միտում ունեն միմիայն ուժեղացնելու, կայունացնելու, ամփոփչացնելու եւ ավելի սոլիդ դարձնելու այդ նախաձեռնության աշխատանքները դուրս բերելու ձևականության հորցանուտից եւ հույս ունեմ, որ այդ երեքը մեր գործընկերները դա կկարողանան անել, բայց լքելը, հրաժարվելը եւ այլն, սա բարաբաշար է, որ հետապնդում է հատվածական այսպես մանր նպատակներ, ես չեմ ընդունում, եթե ուզում են մինչև ընտրությունների ավարտը շարունակել այս բարաբաշարով կարող են, բայց ժառանգությունը ներկա է հիմա եւ ետ, ես կստորագրեմ իմ 3 գործընկերների հետ, այդ շտաբի, կամ էլ 8 մնացյալ իմ մրցակից ցուցակների առաջադարների հետ, միայն թե այդ հավաքական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև եւ սահմանադրության տակ վերցնենք եւ թույլ չտանք, որ որևէ մեկը իր անձնական կարծիքով լղոզե այդ հանձնարարությունը։ Շնորհակալ եմ։ Վարդ Սիմոնյանը գրում է, պարոն Հովհաննիսյան, դուք ինչպես եք վերաբերում նրան, որ ձեր կուսակից Տյոպա Սաֆարյանն իրեն իրավունք է վերապահում անվանարկել եւ անգամ հայհոյել առանձին լրագրողներին։ Ես կոնկրետ չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես կարող եմ ասել, որ Տյոպա Սաֆարյանը մեր խմբակցության ղեկավարն է, շատ ակտիվ պատգամավոր է եւ շատ հպարտ ենք, որ նա ազգային ժողովում է եւ ինքը նաեւ քաղաքացիական բազմաթիվ հարցեր լուծել է իր պատգամավոր գործընկերների հետ միասին եւ վստահ եմ, որ նույնպես այդպես կշարունակի ապակա ազգային ժողովում։ Թե կոնկրետ ինչ հարց է, ես չգիտեմ, բայց ես կարող եմ ասել, որ վերջի շրջանում այս նույն շտաբի հետ կապված եղել են զեղումներ այդ շտաբի 3 անդամ գուսակցությունների ուժերի ներկայացուցիչների կողմից, այդ զեղումների հետ ես համաձայն չեմ եւ այսօր ասուսի ժամանակ անուններով ասեն, թե ով են թույլ տվել այդ ոչ ճիշտ, ոչ կորեկտ այսպես արտահայտությունները, որին պատասխանել է Ստյոպա Սաֆարյանը եւ Ստյոպա Սաֆարյանի պատասխանը կոնկրետ այդ հարցում նույնպես եղել է ոչ կորեկտ, համարում որ բոլորը պիտի վերականգնեն այդ ճշմարիտ ուղին, իսկ որ լրագրողի մասին ես չգիտեմ։ Չանձնավորենք, անցնենք առաջ, Հայկ Գրիգորյանն է գրում, պարոն Հովհաննիսյան, քարծես նախորդի շարունակությունն է, դուք ասել եք, որ կոալիցիա կկազմեք քաղաքական ուժերի հետ, իսկ ընդդիմության հետ նկատի ունեիք, թե իշխանության։ Այս հարցը շատ կարևոր է ընտրողների համար։ Առաջի հերթին ընդդիմության հետ։ Պարոն Հովհաննիսյան, հնարավոր է կոալիցիա ՀՀԿ-ի հետ։ Արդեն պատասխանեցի այդ հարցին։ Արմեն Չաթիմյան, դուք չեք բացառել, որ եթե կողացվեն ձեր ձայները, դուք դուրս կգաք փողոց կրկին իմաստան պատասխանել եք, որն է այդ շեմը,
Խնդրում եմ նշել հստակ տոկոս, որից հետո Ժառանգությունը կհամարի, որ իր ձայները գողացվել են։ Եթե հաշվի առնենք, որ վերջին սոցհարցումներով Ժառանգությանը պատրաստ են ձայն տալ առավելագույն ընտրողների 6% միայն։ Շնորհակալություն։ Խոսքը ցիոն Հայաստանում մենք բոլորս գիտենք, որ ընկերաբանությունը սոցիոլոգիան զարգացած չէ, ժողովրդավարական գադարյալ երկիր չենք, շարքային քաղաքացին կարող է անգիած չպատասխանի այդ հարցերին exit poll-ին ընդհանրապես։ Գիտենք, որ նաև հարց տվող ընկերություններից զգալի մասը նաև կոնկրետ քաղաքական ինչ-որ առաքելություն ունեն։ Դրա համար ես ոչ նեղանում եմ ցածր, այսպես ցուցանիշներից, ոչ շատ հբարդանում եմ բարձր ցուցանիշներով։ Մենք գիտենք, թե ուր ենք գնում, մենք գնում ենք դեպի հաղթանակ, մենք ինքնավստահ ենք, գիտենք, որ մայրաքաղաքում եւ քաղաքներում եւ ընդհանրապես Հայաստանում մենք առաջադարն ենք լինելու, բայց նաև պիտի ասեմ, որ ի վերջո իմ դեղը չէ հիմա կանխավ ասել, թե ժողովուրդը ինչ է որոշելու։ Եթե ժողովուրդը իմ կարծիքով ես սա արտահայտել եմ եւ հիմա կգրկնեմ, իմ դպավորությունը, որ եթե ժողովուրդը գնաց ազատ, արդար, անկաշկանդ, անկախ, անվախ ընտրությունների, որ բանականորեն Ժառանգության շեմը գնե 25%, Անահիտը ցկտում է 50-ի, մենք աշխատենք Անահիտի շեմը ապահովելու համար, բայց ես կարող եմ ասել, որ ի վերջո ժողովրդի կամքը թող դիրի։ Բոլոր դեպքերում եթե նախընտրական եւ ընտրական ընթացագարկը, բովանդակությունը, որակը զննելով, քննելով եւ հանրագումարի բերելով տեսանք, որ եղածը 20 տարվա մեր հայտնի ընտրությունների գրգնությունն է, շարունակությունն է, մենք ոչ մի քաղաքացիական քայլից հետ չենք կանգնելու։ Պարոն Հովհաննիսյան, ճիշտ է, որ դուք ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն ունեք, որի համաձայն իրար մասին ոչ մի վատ բան չեք ասելու, եւ այդպիսով Ժառանգությունը իշխանությունից ձայներ է ստանալու։ Ճիշտ չէ, ճիշտ չէ։ Նրանք նորից 5 տարի առաջ երբ փաստարկ չունեին բանավեճի, թե արտաքին թե ներքին քաղաքականության բահով, մարդիկ ասում էին, թե հա իշխանությունն է, Քրքորյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, չգիտեմ, Ջորջ Բուշը եւ այլն, այսինքն միասնական մեծ դավադրությամբ մենք գիտեմ, որ մեզնից ձայներ դարան, ոչ թե հագարակը։ Այս ներկայությամբ մենք այդ դեսություններով չենք առաջնորդվում, նման պայմանավորվածություն չկա եւ բացառվում է եւ միգուցե նրանք ովքեր պայմանավորվածությունների մասին խոսում են իրենք հենց այդ դրամապանությամբ են կառուցում քաղաքական, վերլուծական եւ լրատվական իրենց աշխատանքը։ Մենք մերժում ենք դա, մենք մերժում ենք պայմանավորվածության ստվերային մոդեցումը։ Հայկ Մարգարյանն է գրում, շատ-շատերն ասում են, որ Ռաֆին լավ մարդ է եւ լավ նախագահ կլինի, ափսոս մեջք չունի։ Իմ լավ մարդ լինելը ամեն մեկը յուրովի թող մեկնաբանի, ես կարծում եմ, որ մենք բարդավոր ենք ազգային ժողովի ընտրություններից հետո այնպիսի միջավայր ստեղծել, որ մենք միասին մեր հասարակության առաջարկենք այլընտրանքային առաջի նախագահի տեխնացություն եւ բնավ կարեւոր չէ որ իր անունը Ռաֆի լինի թե մեկ ուրիշ ես արդեն հրաբարակավ ասել եմ եւ նաեւ առաջարկել եմ քաղաքական այլ դերակատարներին ովքեր գտնվում են իմ անդիմադիր դաշտում օրինակի համար որ մենք պիտի դուրս գանք սեփական անձի կարևորումից եւ ես կարծում եմ ես ամեն ինչ պիտի անեմ որ Հայաստանը ունենա հաջորդ տարի հաղթանակ բերող նոր Հայաստանի համար նոր սերունդ ներկայացնող նոր տեխնացու իմ անունը երկրորդական է Լավ, Էմանուել Մկրտչյանը գրում է հարգելի պարոն Ռաֆի Հովհաննիսյան, ինչու Ժառանգությունը պարակտվեց 2009-ին եւ ականավոր անդամների մեծ մասը դուրս եկան կուսակցությունից, այդ թվում նաեւ վարչությունից եւ մտան Հայ ազգային կոնգրես։ Համարում եք արդյոք, որ այդ ամենի մեղավորները ձեր կուսակիցներն են, այդ թվում նաեւ Ստեփան Սաֆարյանը։ Գրող է Ստեփան։ Մեղավորը ես եմ, ի վերջո եւ բոլորի համար, ամեն ինչի համար մեղավորը պատասխանատուն ես եմ, իմ վրա եմ վերցնում։ Այդ քայլը սխալ էր բայց սխալ էր բազմագոմանի վդարողները եւ վդարվողները սխալ էին, որովհետեւ իրենք չհասկացան հավաքական, քաղաքացիական, գուսակցական իրենց պատասխանատվությունը։ Ժառանգությունը ոչ թե բարակտվեց, այլ ուժեղացավ, ցավ արտահայտեցի մեկնողների համար, դուրը բաց եղել է իրենց համար եւ ցանկացած վերադարձողի համար, բայց թող ոչ մեկը բادرանք չդածի, որ ինքը ճիշտ էր, մյուսը սխալ է։ Այս դեպքում բոլորը այդ թվում ես մենք սխալ ենք եւ ուրախ եմ, որ բոլոր դեպքերում այն մարդիկ, ովքեր ունեին նախասիրություններ դեպի ուրիշ
քաղաքական միավորներ գնացին այդ ուղով, դա նաև դեսագետ փոխելու իրավունք է եւ դա ողջունելի է, բայց ես կարող եմ ասել, որ մեր ամբողջ հետաքիծը եղել է հայ ժողովրդի աչքի առաջ եւ ժառանգությունը ոչ միայն ըստ երևույթին ամեն ինչ հաշված հիմա ուժեղացված է, ամբողջացված է եւ գնում է համեստ, բայց ինքնավստահ քայլերով դեպի ընտրություններ։ Այստեղ վերջին պահին հարցերն ավելանում են, հիմա սկսենք հերթով կարդալ մի քանիսը։ Հայկ Սանոյանին պետք է ասենք, որ իր հարցը հնչել է եւ պարոն Հովհաննիսյանն արդեն պատասխանել է, հարցը վերաբերում էր ինչի է դա կապում ձեր եւ Գեղամյանի։ Երևի մեր հարկելի հայրենակցին այդ հարց հնչեցնելը կարևոր է, ոչ թե պատասխանը ստանալը։ Եվ պատասխանը արդեն ստացել եք։ Ինչ է կանում, որպեսզի ԲՀԿ կուսակցությունը այստեղ տրակտոր չբաժանի, իսկ բաժանածների համար պատժվի, չէ՞ որ դա միանշանակ ընտրախախտում է, իսկ եթե Ծառուկյանն ուզում է անուշահախնդիր լավություն անել գյուղացուն եւ կապում է տրակտորները Գարնանայինի, Գարնանացանի հետ, կարող է միավորել եւ մի խոսքով, ինչպես է վերաբերում այս ընտանեկան քաղաքացիական անձնական բարեգործությունը պետք է արվի իմ կարծիքով առանց ավելորդ գովազդի կամ հրաբարագայնության Ծառուկյան ընտանիքը շատ արադաձեռն եղել է ամենադարբեր սոցիալական խնդիրներ լուծելու համար, բայց օրենքը պետք է լինի օրենք եւ պետք է վերաբերի բոլորիս եւ պետք է այդ բարեսիրությունը լինի հնարավորինս չգովազդված եւ քաղաքականությունից, կուսակցականությունից անկախ եւ նա օրինակի համար մի հատ լրագրող կա, որը կապված է այս կամ այն ուժի հետ, վերջերս հերթական անգամ Արմենուհու Օրանի ծրագիրը մեջտեղ բերեց, Օրանը, որը հայրուրավոր մուրացիկ, թափառաշրջիկ, դժվար գացության մեջ գտնվող երեխաներին է նայում Երևանում եւ Վանաձոր, հենց դիբար կատարյալ օրինակն է այդ բարեսիրական նախաձեռնության, որը իր հիմնադիրները թույլ չեն տալիս, որ քաղաքականացվի։ Օրանը ինքը ամբողջական, հասարակական, ոչ կառավարական նվիրված կառույց է եւ Արմենուհու շատ խստապահանջ, բայց ժպտով, բարեսեր, այսպես լավ կառավարմամբ ինք իր օրինակով ցույց է տալիս, որ կարելի է առանց որևէ մեկի բան խնդրելու, առանց անգամ իրավունքը ողորմության դեղ դնելու, կարելի է համեստ ձևով հարցեր լուծել, քանի թե մեր երկրում կա աղքատություն, կա անգոշիկ աշակերտ, կա դժվարության մեջ ապրող քաղաքացի կամ էլի դոմիկի տակ ապրող ընտանիք։ Ես կարծում եմ, որ օրենքը պիտի գործի բոլորիս նկատմամբ եւ այստեղ որևէ գուսակցական առանցին վերցրած սլակ պիտի չլինի։ Տրակտորը, թե մուրաբա է, թե չգիտեմ, թելերի դեսակ է, թե փող է, այս բոլորը քաղաքական, գուսակցական գործունեության հետ կապ պիտի չունենան եւ օրենքը պիտի բոլորի վրա գիրառվի հավասար։ Շնորհակալ եմ, մենք ունենք 5 րոպե եւ վերջին հարցը ցեղասպանության ճանաչումը չարժե փոխարինել պահանջատիրությամբ եւ եթե այո, պետք է փոխվի դրա տակ մենք ինչ պետք է հասկանանք դրամական փոխհատուցում միայն թե հողերի վերադարձ եւ այլն։ Մենք էլ կուզենայինք իմանալ ձեր դիրքորոշումը Նախիջևանի հարցում։ Վաղը մեծ եղերնի ցեղասպանության եւ մեր երկրի, մեր ժողովրդի հայրենազրկման 97-րդ տարելիցն է եւ նորություն չէ, որևէ բնագրային օրիգինալ միտ չկա առայն, որ այնինչ որ մենք կորցրեցինք, միայն այսպես շարքային ցեղասպանություն կամ անգամ հոլոկոստ չէր։ Մենք իհարկե դատաբարդում ենք մարդկության դեմ ցանկացած ոչիր հանցագործություն, հոլոկոստ լինի, թե Կամբոդիայի ցեղասպանություն։ Մեր դեպքում դա ոչ միայն 1.5 միլիոն հոգիների գորուստ էր, սպանդ էր, այլ հայրենիքի սպանություն, քաղաքագրություն, մշակույթ, դպրոցներ, փառքեր եւ մի հսկա ժառանգություն։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ առաջի հերթին Հայաստանի Հանրապետությունը դառնա իրավական ժողովրդավարական երկիր, ամուր երկիր իր օրենքով, իր քաղաքացիներով, որը կկարողանա ոչ թե սпасել, որ երկրորդ, երրորդ երկրների խորհրդարանները այս կամ այն բանաձևը անցկացնեն, որի համար մենք երախտագետ ենք եւ իսկապես էլ կանք այդպես, այլ որը իր հարցերը կլուծի։
Տվյալ դեպքում 20 տարի մենք հետապնդել ենք հավասարակշռված դիվանագիտական մոտեցում առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ։ Դա ճշգրիտ եղել է, դա եղել է 3 նախագահների օրոք, ես ընդդիմադիր լինելով 3 նախագահներին ողջունում այդ մոտեցումը, բայց Թուրքիան արդեն 20-րդ տարին է, որ ինքը դնում է նախապայմանները եւ ես կարծում եմ, որ այս տարվա ընթացքում, եթե Թուրքիան pedagogan մագարտակով մի անգամ թեկուզ կրկնի իր նախապայմանը Արցախի հարցով 21 թվականի աբորինի պայմանագրերի բերմամբ սահմանների բահով, թե ենթահանձնաժողովների հարցով, ես կարծում եմ, որ Հայաստանը պիտի սիմետրիան վերականգնի հավասարությունը, մենք մեր նախապայմանները պիտի դնենք եւ ես չեմ կանխորոշում Հայաստան-Թուրքիա ի վերջո միջպետական բանակցությունները, որ պետք է բերեն այս հարցի լուծման, նաև Սփյուռքի շահագրգիռ ուժերի մասնակցությամբ, բայց կան որոշ իմ կարծիքով տարական հիմնական կետեր, որ այդ բանակցությունները պետք է քննարկեն եւ լուծեն։ Մեկը ինքը ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման ճանաչումն է, վերահաստատումը։ Մեկ, երկրորդը դրա դաստիարակությունը, գրթությունը, մշակութային ժառանգության վերականգնումը, թեպի ազգային օջախ հայ ժողովրդի եւ ցեղասպանվածների ժառանգների վերադարձի երաշխավորված իրավունք եւ ի վերջո 1921 թվականի այդ աբորնի պայմանագրերի փոխարեն մի նոր լուծում դիվանագիտական հարաբերությունների եւ սահմանային հարցերի, որը ի վերջո այսպես թե այնպես պետք է լուծի հայ մարդու եւ իր հողի միջև գաբը եւ ես ասում եմ, որ ազատագրված հողը կամ պատմական կամ ապագա հայրենիքը գես արժեք է առանց այդ հողի վրա ազատագրված հայ մարդու եւ առաջի հերթին սա Հայաստանի արդի հանրապետության հարցն է։ Հայաստանի հանրապետության եւ Արցախի հողում հայ մարդը պիտի ինքը ազատ եւ ազատագրված լինի սեփական հողում եւ այդ ուժով եւ այդ լիցքով մենք կկարողանանք լուծել նաեւ մնացած մյուս հարցերը։ Շնորհակալ եմ, մենք ունենք դեռ 3 րոպե փաստորեն Դավիթ Եվ Նախիջևանի հարցով, Նախիջևանը դա 2 րոպե ունենք։ Նախիջևանը դա հայկական բարձրավանդակի մի անբաժանելի մասն է, հայ ժողովրդի հայրենիքը բռնազավթվել է այդտեղ եւ Հյուսիսային Արցախում եւ բազմաթիվ այլ տեղեր, որոնք գտնվում են այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի օկուպացիայի բռնազավթման տակ։ Թող ոչ մեկը բարախախ չդա հայ ժողովրդի հետ օկուպացիոն ուղղությամբ, որովհետեւ հենց իրենք են օկուպանտները եւ անհրաժեշտ է հիմա, որ Նախիջևանի իրավունքները հետապնդվեն, բայց հետապնդվեն այդ նույն մարդու եւ հողի վերամիավորման պահանջով եւ իհարկե ջուղան, որ մենք թույլ տվեցինք, ոչ թե մենք հերվից դեսանք թե 2005 թվականին Ադրբեջանը ինչպես է վերաբերում հայ մարդուն, հայ ինքնության եւ անգամ հայոց քարերին, պետք չէ բադրանք տածել, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հետ որևէ բանակցության, Լեռնային Ղարաբաղը արժանի է ճանաչման իր սահմանադրական սահմաններով եւ այդ ուժով միայն մենք կկարողանանք ստեղծել նախադեպը Նախիջևանի համար։ Մենք բոլոր հարևաններին բարին ենք մաղթում, պիտի հաղթահարենք այս վիհերը հնարավորինս առանց նախապայմանների, բայց ներկայությամբ Արցախը պիտի ճանաչվի եւ դրանից հետո Նախիջևանի իրավունքները մենք պիտի պաշտպանենք, բայց խոսելով մշակութային ժառանգության մասին, մի փոքր ավարտենք մի փոքր ինքնակնահատական խոսքով եւ դա այն է, որ մենք պահանջում ենք մեր իրավունքները եւ իրավունք ունենք, մենք հասնելու ենք այդ իրավունքների իրացման, արդարություն դանը, արդարություն աշխարհում նշանաբանով, բայց նաեւ մեր մշակութային ժառանգությունը Հայաստանի տարածքում պետք է պաշտպանենք։ Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, հաջողություն։ Շնորհակալություն։